Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Սարդարյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Ես էլ եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք։ Պարոն Մեհրաբյան, իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի ավարտին Դոգմա է կոչվում ֆիլմը, գլխավոր հերոսուհուն հարցում են, ասում են դու ամրապնդվեցիր քո հավատում, ասում է ոչ, բայց ես հարստացա գաղափարներով։ Այսօր դուք, այդ թվում նաև դուք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մոտ իրականացնում եք բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի եւ հիմա այդ հարցը ուղղեմ ձեզ։ Դուք ամրապնդվեցիք ձեր հավատում, որ Ռուսաստանը պիտի որևէ ձևով ներկա չլինի Հայաստանում։ Այո, իհարկե։ Ինչու։ Նույնիսկ կարող եմ ասել, ինչ հավելյալ փաստարկներ ստացանք, դուք գաղափարներից եք խոսում, նոր գաղափարներով։ Կարելի է նաև այդպես ասել, գաղափարներ մի քիչ շատ բարձր կհնչի, բայց փաստարկներ այո։ Այո, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավիճակը, որը հիմա կա, դե յուրե, այն չի բխում այն իրողություններից, որոնք ձևավորվել են վերջին տարիների ընթացքում, մեկ երկրորդը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության նպատակներին եւ խորթ են այն արժեքներին, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի հասարակությունը։ Այնպես որ կա նաեւ Հայաստանի փորձը Բելարուսի հետ կապված, ընդ որում համանման պատճառներով, ավելին ասեմ, Ռուսաստանը շատ ավելի շատ փաստարկներ է տվել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները լինեն նույն կարգավիճակում, ինչպես Բելարուսի Հանրապետության եւ Լուկաշենկոյի ռեժիմի հետ են։ Մենք սա չունենք, մենք տեսնում ենք, որ պարոն Լավրովը այստեղ երթևեկում է, գնում գալիս է, հանդիպումներ է անցկացնում, ասուլիսներ է տալիս, որին մենք կարծում եմ կանդրադառնանք մեր այսօրվա այս խոսակցության քննարկման ընթացքում, եւ մեր ակցիայի նպատակը հետեւյալն էր ցույց տալ, որ պարոն Լավրովն այստեղ ցանկալի հյուր չէ առնվազն։ Իհարկե, պետության քաղաքական պատասխանատուները, դիվանագետները, դիվանագիտական ինստիտուտի ղեկավարը, հանձինս արտգործնախարարի, այո, իրենց պարտականությունն է, որ այս խառնակ ժամանակներում, իսկ մենք խիստ խառնակ ժամանակներում ենք ապրում, խոսքը ամբողջ աշխարհին է վերաբերվում, պետք է այո փոքր որպես երկրին պատասխանատու, նրանք առաջնորդվում են ռեալ պոլիտիկով, բայց իրենց վիզավիները այդ նույն ռեալ պոլիտիկի շրջանակներում պետք է զգաստանան հասկանալով, թե իրենք ուր են եկել, որ իրենք հաստատապես այստեղ հաճելի չեն։ Եվ նրանք կարող են էլի գալ, բայց նրանք պետք է լավ իմանան, որ նրանք այստեղ որպեսզի կարողանան գալ, նրանց պետք է ոստիկանական պատ, որ նրանք կարողանան ինչ-որ միտք արտաբերել, խոսել, միջոցառման մասնակցել, ասուլիսի մասնակցել։ Այո, նրանք այստեղ ցանկալի, սպասելի, հաճելի հյուր չեն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց այդ ասուլիսի ժամանակ
թե Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ձեր թույլտվությամբ ուղիղ մեջբերում կանեմ, մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միաժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ բավարարված չենք հապկի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով։ Հիմա այս բանման որ մտքի հետ դուք համաձայն չեք։ Արտահայտած միտքը, այսպես ասենք, ֆիքսում է այն ստոպ կադրը, որը կա մեր հարաբերությունների դինամիկայի մեջ։ Եվ սա արձանագրում է ուղղակի։ Ինչն էլ կատարել է Արարատ Միրզոյանը։ Լավ, անցնենք այլ է հարցը, որ մենք ասում ենք, որ մենք մտադրություն չունենք վերանայելու մեր դաշնակցային հարաբերությունները, վերաֆորմատավորելու կամ էլ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը, որի հետ սկզբունքորեն ես համաձայն չեմ, բայց մեզ կողմից էլ հասկանում եմ, որ այս հայտարարության հեղինակը մեր դիվանագիտական ինստիտուտի ղեկավարն է, հետևաբար սա պետք է դիտարկել որպես դիվանագիտական հայտարարություն, որովհետև հանգամանքներն այնպես կարող են դասավորվել, որ Արարատ Միրզոյանը հետո ասենք X ժամանակ անց վստահ եմ կբացատրի, որ նա ինչ նկատի ուներ ժամանակին Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ միտքն արտահայտելով, հա, եւ ինչու է Հայաստանն ասենք X պահին վերանայում իր կամ վերաֆորմատավորում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այո, Հայաստանն առաջնորդվում է ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ, հիմա մեր ակցիան, որի մասին մենք փոքր անդրադարձանք, մենք ցանկացանք նաև, որ այդ ռեալ պոլիտիկի գործոններից մեկը դառնա, եւ ես կարծում եմ, որ եթե մեր իշխանությունը, ես չգիտեմ դրա մասին, ենթադրում եմ, եթե մեր իշխանությունը մի քիչ 3D նայի ամեն ինչին, ապա այնպես են դասավորվել հանգամանքները, որ սա կարելի է նաև ինչ-որտեղ պաս համարել իշխանություն, որը իհարկե մենք որ դրա մասին չէինք, որ մտածում ենք, պարզապես այդպես ստացվեց։ Ընդ որում ասեմ, ես դեմ չեմ, որ դա տեղավորվի հենց այդ հունի մեջ։ Դա խնդրեմ, մենք ի վերջո իրացրել ենք պետության մասին մեր պատկերացումը, վստահաբար համոզված լինելով, որ մենք անում ենք այս ակցիայով քայլ հանուն մեր պետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության եւ այդ ամենի անշրջելիության եւ նաեւ մեր պետության թիվ 2 պաշտոնյայի հայտարարությունն եմ ուզում հիշեցնել ձեզ եւ ձեր հարգարժան լսարանին, Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ այդ նույն Ռուսաստանը, որի արտգործ նախարարն է այսօրվա մեր այդ ոչ ցանկալի հյուրը, այդ երկիրը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, մեջբերման ավարտը։ Հիբրիդային պատերազմ բառակապակցության առանցքային բառը դա պատերազմն է։ Պատերազմ վարում են միայն թշնամիները։ Իհարկե հիբրիդային պատերազմը դա պատերազմ է գերազանցապես ոչ ռազմական միջոցներով, բայց դրանից պակաս ավերիչ չէ, որովհետև եթե դասական պատերազմում հրետանին ինչ որ հերավորության վրա է ուրեմն նշանակետին խփում, ապա հիբրիդային պատերազմը սմարթֆոնով մտնում է յուրաքանչյուրիս տուն։ Շատ լավ։ Պարոն Մերաբյան, դուք ասացիք, որ բողոքի ակցիան կարող է այսպես փոխանցում, դուք բաց բառ օգտագործեցիք, փոխանցում լինել իշխանություններին, որ վաղը մյուս օրը
երբ նույն Արարատ Միրզոյանը սկսի բացատրել, թե ինքը ինչ նկատի ուներ ֆորմատավորման ցանկության բացակայության մասին խոսելիս, դա կարելի է օգտագործել, բայց նույն իշխանությունը օրինակ հաշվի առնելով բողոքի ակցիայի ոչ այդքան մարդաշատ լինելը, կարող է վաղը, ասի, գիտեք, ինչ կա հարգելի պարոն Լավրով, հարգելի պարոն Պուտին կամ չգիտեմ ով կլինի պարոն Պուտինից հետո, եթե նման մեկը լինի երբևէ, գիտեք ինչ կա այնտեղ մեզ մոտ մի խումբ մարգինալներ ընդհանրապես միտինգ էին անում 10-15 հոգով բողոքի ակցիա են իրականացնում եւ դա մեր պետական քաղաքականության մասը չէ։ Դա էլ կարող են ասել, եթե այդ պահի դրությամբ, այդ հիպոթետիկ պահի դրությամբ այդպես ասելը համարեն նպատակահարմար, բայց մեր իշխանությունները կարծում եմ լավ գիտեն իրական հասարակական տրամադրությունները, նաև լավ գիտեն, որ մենք խնդիր չենք էլ դրել, որ սա լինի, չգիտեմ, առանձնահատուկ, մարդաշատ հավաք, այո մարդաշատ չէր, նույնիսկ ասեմ ինչքան էր, երևի 20-25 այդ կարգի, բայց դա բավարար էր, որպեսզի Մոսկվայի արտգործնախարարությունը խոսնակի մակարդակով դրան արձագանքի, դա բավարար էր, որպեսզի, ինչպես ես կարող եմ ենթադրել, Լավրովի մարդիկ խնդրեն հայկական կողմին, որ բան արեք արտգործնախարարության շենքի դիմացից եւ այլն մերոնք ասելն դելա որ շատ էս ուզում կասենք ոստիկաններին ասեցին նենց նուրբ առանց էքսցեսների առանց բան առանց մարդ բռնելու առանց ասած ժպտալով բանով ասած մի քիչ հեռու բան արեք հետո արեցին որից հետո ենթադրում եմ ասացին որ ասեցիր արեցինք լավ է դել արեցինք հա բայց Սյունիքում հյուպատոսություն չենք բացելու օրինակ դուք թույլ չեք տալու թե Ռուսաստանը չէ մերոնք չեն տալիս ռուսները շատ կուզեն իհարկե կուզեն եւ մերոնք էլ չեն տալիս եւ շատ ճիշտ են անում որ չեն տալիս որովհետեւ հենա Գյումրիում բաց էր մենք տեսանք ինչով էր զբաղված Ռուսաստանի հյուպատոսը ինչով զբաղվեց ոչ շատ հերրավոր անցյալում, չէ՞։ Շատ լավ։ Տեսեք, դուք ասում եք, որ մեջբերելով Ալեն Սիմոնյանի խոսքը, ասում եք, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այսպես պաշտոնապես ասեմ, կիսապաշտոնապես ասեմ, նույն Լավրովը ակնարկներով ասում է, եղբայր, մեր հետ հարաբերությունները կարգավորեք եւ մենք կլուծենք ձեր բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ անվտանգային։ Ինչն է մեզ խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել։ Եվ ինչու ենք մենք փչացրել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դե ամենայն դեպս չէ, եթե ասենք այդ կողմի ռոպագանդան նայում ենք, տեսեք, այն ինչ որ ասում է Զախարովան նույն, այն ինչ որ ասում են մեր շատ սիրելի գործընկերներից ոմանք։ Մենք տեսանք, այո, պարոն Սարդարյան, մենք նաև ես արդեն այդ ակցիայից հետո պատրաստվելով ձեզ հետ քննարկմանը նաև հասցրեցի հետևել ասուլիսին մեր լրագրողների շատ լավ հարցերին, ինչը իրոք որ ես շատ եմ ուրախանում, որ մեր մամուլը ունի այդքան պատրաստվածություն այդպիսի հարցերը այդ ձևով դնելու։ Մենք տեսանք հետևյալը, որ այո, պարոն Լավրովը եկել էր այստեղ նոր թափ հաղորդելու Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին, որովհետև իր այս հայտարարություններն ասուլիսի ժամանակ Հայաստանի ներսում ռուսական շահերը սպասարկող խմբերի կողմից նոր թափով են գործածվելու մեր երկրում ժողովրդավարությունը թիրախավորելու համար։ Դա մեկ։ Երկրորդը Երևանը որպես հաղթակ օգտագործեց պարոն Լավրովը արևմուտքի հետ իր այն ռեժիմի, որը ինքը ներկայացնում է հաշիվները մաքրելու համար։ Եվ սա շատ վատ էր Հայաստանի համար։ Այո, նաև թիրախավորեց Ֆրանսիային առանձնահատուկ
թիրախավորեց ՆԱՏՕ-ին, թիրախավորեց առանձին եվրոպական երկրներին, Եվրոպային կոչեց նացիստ, Ուկրաինային դե վաղուց են կոչում, ստեղ ուղղակի կրկնեց, եւ այդ ամենը տեղի ունեցավ Երևանում։ Հիմա ինչ պիտի աներ օրինակ Հայաստանի արգորսան սեղանի տակիցով ոտքով չէ։ Ես հասկանում եմ հետեւյալը, դրա համար մենք ասում ենք, այո, պետք է Ռուսաստանը, մենք հասարակությունն ենք, մենք այսպես ասենք, պետական կնիկ չունենք մեր ձեռքերում, մենք ռեալ պոլիտիկով չենք զբաղվում։ Մենք ասում ենք, ուրեմն այս մարդը, որ եկել է այստեղ եւ իրեն պահում է այդ ձևով եւ մեզ օգտագործում է այդ ձևով, նա եւ իր երկիրը մեր երկրի հետ հարաբերություններում այո պետք է հասնենք նրան, որ ունենա Բելարուսի կարգավիճակ, անձեռքսեղմելի, հա, այսպես ասենք։ Այո, դիվանագիտական հարաբերություններ, բայց ոչ 10 հարկանի շենքում, այլ մի միկրո ֆորմատում։ Ձեզ մենակ ասեք ժամանակավորային հարկում ինչ որ։ Ինչպես։ Ասում ձեզ մենակ ասեք կիսանեկուղային հարկում ինչ։ Դեմ չեմ, որովհետև այն ավերածությունները, որը Ռուսաստանը գործել է մեր մոտ, բոլոր առումներով են համակարգային պետական հյուսվածքը քայքայելով, ընդ որում այսպես հետևողականորեն, այո, ինձ այլ ցանկություն չի թողնում այդտեղ։ Եվ մենք տեսանք այդ ասուլիսի ժամանակ շատ իհարկե շատ դիվանագիտական ձևով, շատ այսպես հյուրընկալության կանոնները հարգելով, բայց խորը անհամաձայնություն Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների արտահայտած դիրքորոշումների մեջ մեզ համար ամենասկզբունքային հարցերում։ Դրանցից մեկի համասը սա արդեն արձանագրված փաստ է, հա, ուղղակի եթե տեսանյութը նայելը կարող է դժվարացնի, ապա ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց դրա սղագրությունը արդեն պաշտոնապես կհրապարակվի հայերեն եւ ռուսերենում եւ Google-ը դա կհավերժացնի եւ դա այլևս պատմական փաստ է։ Երբ դուք խոսում եք հակասությունների մասին խորը, որը երևացող էր, բայց դիվանագիտորեն փորձում էին թաքցնել։ Օրինակ, պարոն Լավրովը հայտարարեց, որ բնականաբար եւ իհարկե Հայաստանի ինքնիշխան իրավունքն է որոշել, թե որ երկրից ինչ քանակությամբ եւ ինչ զինատեսակները ձեռք բերում։ Բայց այստեղ ռուսական կողմում ինչն է հետաքրքիր, որ նման տեքստերին միշտ հետևում է բայց կապը։ Բայց հաշվի առնելով, որ Փարիզը վերջին շրջանում հանդես է գալիս Մոսկվայի նկատմամբ թշնամական դիրքերից, դաշնակից Հայաստանը պետք է դա էլ հաշվի առնի։ Հիմա օրինակ այստեղ ես ընդհանուր առմամբ ես իմ համար ասենց հակասություն տեսնում եմ, հա, որոշակի ռեբուրս, չէ, ընդհանուր առմամբ եմ ասում։ Ինձ հետաքրքիր է, այդ հակասությունը դուք տեսնում եք, թե ոչ։ Իհարկե որ ռեալ պոլիտիկի եւ այս հայտարարության նկատմամբ։ Երբ դիվանագետների հայտարարություններում հնչում է բարդ նախադասություն, ապա կարևորը ոչ թե նախադասության այն առաջին մասն է, այլ բայցից հետո հնչածը։ Եվ այո, բայցից հետոն կարող է հերքել բայցից առաջ եղածը, ընդհուպ մինչև այո։ Եվ այդտեղ հակասություն չկա։ Այո, Ռուսաստանի դիրքորոշումը ոչ թե առաջին մասն է, Ռուսաստանի դիրքորոշումը բայցից հետոն է։ Մարդը եկել է, ասում է այստեղ, որ Ֆրանսիայից զենք պետք է չառնեք, որովհետև ինքը իմ թշնամին է։ Վերջ։ Բաց տեքստով։ Հակասություն չկա։ Մնացածն էլ են, որ մենք հարգում ենք եւ այլ, դե ի՞նչն եք հարգում։ Էդում ինքնիշխանությունն եք հարգել։ Նույնիսկ Բրիտանիայի ինքնիշխանությունը չեք հայտնել, դրել եք, ասենք, ռադիոակտիվ պոլոնիումը լցրել եք ուրիշ մարդու չայի մեջ, հա։ Նույնիսկ դա այդ պետությունը չի, որը ընդհանրապես նման կատեգորիաներով խոսելից մենք դա պետք է հալած յուղի տեղ ընդունենք։ Նրանք ոչինչ չեն հարգում, բացի դրանից էլ, դե գիտեք ինչ, պատերազմն այդպիսի բան է։
երբ դրա թափանիվը պատտվում է, դու ես որոշում, երբ պատտես, բայց երբ պատտվեց, էլ արդեն նույնիսկ քեզ էլ հետն է պատտում, հա։ Մենք տեսնում ենք, ասենք, Լավրովը դեմոկրատական Ռուսաստանում, որը չգիտեմ, դեմոկրատիա կառուցում, հա, թոթափելով տոտալիտար այդ ամենը, Լավրովն այո, բավականին պրոգրեսիվ հայացքների տեր, դիվանագետ էր։ Մինչ այդ էլ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, շատ պատրաստված եւ այլ։ Մենք այդ ինչ հիմա տեսնում ենք, այդ մուտացիան տեղի է ունեցել ոչ թե մի օրվա ընթացքում։ Սա ժամանակի ընթացքում եւ դա տեղի ունեցել համակայլ իր ողջ պետության այս մուտացիային, որը մենք տեսանք այն սկսած 2 ժամկետով ժողովրդավարական այլընտրանքներով, հա, ընտրություններով, ինչ որ թեկուզ իր թերություններով, իր պակասներով, բանով այդ երկրից ոնց վերածվեց բառից բուն իմաստով դասական ֆաշիստական պետության, որը բոլոր քաղաքագիտական չափանիշների այն 100%-ով է համապատասխանում։ Շատ լավ։ Տեսեք, Լավրովի այցից 1 օր առաջ Արարատ Միրզոյանը մեկ այլ միջոցառման ժամանակ այսպիսի մի թիվ ասեց, որ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինությունների գնման ընդհանուրի մեջ տոկոսային հարաբերությունները նվազել է մինչև 5%-ի։ 95%-ով 95%, ավելի ճշգրիտ ասենք, ինքն ասաց հետեւյալը, որ մեկ աղբյուրից մեր կախվածությունը նվազել է 95%-ով։ Դրա հետ զուգահեռ զեկույց հրապարակվեց, համաձայն որի անցած տարի Հայաստանը 1.5 միլիարդ դոլարի զենք է գնել Հնդկաստանից, պայմանագրեր ունի, կնքել է 1.5, այո, եւ 250 Ֆրանսիայի հետ։ Հիմա էլի է դիվանագիտական էթիկետի տրամաբանությամբ եմ ասում։ Պարոն Միրզոյանը պատահաբար այս թիվը հնչեցրեց մինչ Լավրովի այցը, էդ էլ հաշվի առնենք, ես ինչու էի ասում հակասության մասին, ինչ այդ որ ասում էի Լավրովի ասացի մեջ։ Ռուսաստանը վերջին շրջանում բարբերաբար ասում է, կներեք, մենք ձեր զենքերը չենք մատակարարում 400 միլիոն դոլարի, եթե չեմ սխալվում։ Չենք մատակարարում, որովհետև մենք պատերազմական իրավիճակում ենք, մենք որովհետև ինքներս նրա կարիքում ենք, բայց 2 օր առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ Ռուսաստանը այնուհանդերձ այս նեղ վիճակում Ադրբեջանի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները կատարել է եւ եթե չեմ սխալվում Բուրատինո համակարգերը կամ Սոնցեպյոկ այլ կերպ ասած Սոնցեպյոկեր է մատակարարել Ադրբեջանին։ Հիմա Միրզոյանի այս հայտարարությունը պատահական էր, որ համընկավ Լավրովի այցի։ Ոչինչ էլ պատահական չի իհարկե։ Ավելին Միրզոյանը դրա հետ մեկտեղ մի բան էլ ավելացրեց, որ այո, որ մենք նույնը ուրեմն մտադիր ենք անել նաև էներգետիկայի ոլորտում, այդ թվում նաև ատոմային։ Այո, սրանք պատահական չեն եւ չեն կարող լինել։ Մեկ եւ երկրորդ է, դուք էլ հա մենք Ֆրանսիայից ենք բերում, դուք էլ Հյուսիսային Կորեայից եք բերում, մեզ հարցնում եք, բերենք թե չբերենք։ Ի վերջո, եթե մենք որոշում ենք, դուք մեզ չեք էլ հարցրել։ Կորեան դաշնակից Հայաստանի թշնամին չէ։ Հասկացանք, բայց մենք լավ ենք վերաբերվում այդ երկրին, չէ։ Լավ չենք վերաբերվում, չենք էլ կարող վերաբերվել, թեկուզ մեր քաղաքական ճաշակից ելնելով, հա։ Մեկ, երկրորդը դուք մեզ հարցրել եք Ուկրաինայի վրա հարձակվենք թե չէ, չեք հարցրել։ Հիմա եկել եք մեզ բացատրում եք, որ գիտեք ինչ է զենքը, մենք ամբողջ Եվրոպայի դեմ ենք կռվում, ի՞նչն ասում։ Կներեք, բայց Միացյալ Նահանգներն էլ ձեզ չի հարցրել Իրաքի վրա հարձակվելուց առաջ, չէ՞։ Բայց Միացյալ Նահանգների հետ մենք ինչ ունենք ընդհանուր։ Միացյալ Նահանգները գալիս մեզ արժեքներ։ Ներողություն։ Միացյալ Նահանգները մեզ գալիս բացատրում են, ասում են, որ նայեք, հա, դուք մեր դաշնակիցն եք եւ այլ, չէ։ Բայց մենք ունենք մեր անելիքները Միացյալ Նահանգների հետ, այդ արժեքներ շատ լավ Իրաքի վրա այդ հարձակումը Միացյալ Նահանգների այդ պահի դերությամբ ընդունած որոշում էր, որի արգումենտները բերեցին, որը այնպես չէր, որ չընդունվեց, կոալիցիա էր, բայց որից հետո
ներողություն, որից հետո պարզ դարձավ, որ այդ արգումենտներն այդքան էլ արգումենտ չէին։ Ահա, բայց այդ պատերազմի արդյունքում այո, մի դիկտատուրա մեջտեղից դուրս եկավ։ Հիմա այստեղ ոչ մի երկիր էլ անսխալ չի, բայց Միացյալ Նահանգների, այսպես ասենք, Միացյալ Նահանգների կողմից ամենայն դեպս Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ մենք որևէ ոտնձգություն այդ իմաստով մենք պրետենզիայի տեղ չունենք, հասկանում։ Մեկ երկրորդը մեր նեղորվան էլ եկել հասել են, ընդ որում բացարձակ պարտական չլինելով, հա։ Այո, իրենք շահերից էլ իհարկե ի վերջո քաղաքականության մեջ ձմեռ պապիկներ նվերներով չեն գալիս, բան չունենք ասելու, բայց ամեն դեպքում մենք այստեղ ֆիքսում ենք, որ այո, ունենք Միացյալ Նահանգների հետ ընդհանուր շահեր, ֆիքսեցինք, ընդհանուր նպատակներ, այո, ընդհանուր արժեքներ, սխալվել է Միացյալ Նահանգները, այո, սխալվել է, հա, իրենք էլ են կիսվել է, կեսն ասում է ճիշտ ենք արել, մյուս կեսն ասում է սխալ են արել, դա իրենց ներսի խոսակցությունն է, բայց կա այդ խոսակցությունը, այլ ոչ թե ասենք մի դեպքում, որ հա, երբ ասում սխալ ենք արել, տանում որ Վայնա ի միր գիրքը, հա, այդ գրքի կազմով ցուցարարին 18 տարի են տալիս բանակի վարկաբեկման մասին հոդվածով։ Դե կներեք։ Հիմա նա եկել է մեզ ինչ-որ բաներ է փորձում բացատրել, հաթաթա տալիս է, որ Ֆրանսիան, գիտեք, սենց, դուք պետք է հաշվի առնեք, չէ հա։ Դուք շարունակում եք կարծել, որովհետև մենք մի անգամ այդ մասին խոսել ենք, դուք պնդում արեցիք, դուք շարունակում եք կարծել, որ Ադրբեջանի գործողությունների, հայտարարությունների ագրեսիվ ռետորաբանության թիկունքում շարունակում է մնալ Կրեմլի աստղը եւ ոչ թե ասենք թուրքական կիսալուսինը։ Այո, գերազանցապես այո, որովհետև այստեղ կա սիներգիզմ Ադրբեջանում իշխող Ալիևի ռեժիմի շահերի եւ Ռուսաստանում իշխող Պուտինի շահերի միջև օբյեկտիվ սիներգիզմ կա։ Եվ մեր խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում այդ սիներգիզմի պատճառով։ Նույնիսկ երբ համաձայնեցված է, նույնիսկ երբ այդ համաձայնեցման մասին Երևանը հայտարարեց, մենք այլևս կարող ենք հաստատապես ֆիքսել, դա տհաճ անակնկալ էր թե Բաքվի, թե Մոսկվայի համար։ Այո, տհաճ անակնկալ էր։ Նույն ձևով տհաճ անակնկալ էր, երբ այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ, Պրահայում Հայաստանը վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար դրանով Հայաստանը երբ վերացնում է կազուս բելլին եւ քայլ է անում դեպի խաղաղություն, այո, դա Ալիևի եւ Պուտինի ռեժիմների այդ համատեղ շահերին հարված է որպես ընկալվում։ Հասկանում եք, որովհետեւ Ռուսաստանն այստեղ արտահանում է միայն կոնֆլիկտ, միայն քաոս, միայն անորոշություն, ունենալով մեկ նպատակ։ Այնպես ինչպես նախկին խորհրդային միության ողջ տարածքում։ Այդ ամենը վերակլանել։ Ուկրաինայի դեմ պատերազմը հենց դրա մասին է։ Այն ինչ որ այսօր այն հեքիաթները, որ պատմեց պարոն Լավրովը, որը ըստ էության ռուսական ռոպագանդայի այն բազային նարատիվների վերաշարադրանք էր, եւս մեկ սեանս այսպես։ Այդ ամենի հիմքում այն դոկտրինն է, որը հենց իր արտգործնախարարության կայքում հայտնվեց 2012 թվականին։ Կոչվում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիա, նոր հայեցակարգ։ Եվ դրա մեջ սևով սպիտակի վրա գրված էր, որ Ռուսաստանի բացարձակ առաջնահերթությունն է այլևս ինտեգրացիոն process-ները ողջ հետխորհրդային տարածքում։ Դա էլ այն ժամանակն էր, երբ Մոսկվայում դրանից
հաշված ամիսներ առաջ տեղի ունեցան ցույցեր, ամենամարդաշատ ցույցերը 91 թվականից հետո, եւ դրանք հակակոռուպցիոն եւ հակակրիմինալ կարգախոսներով էր։ Պուտինը գործարք առաջարկեց իր բնակչությունը։ Ուրեմն մոռացեք սա, ես ձեզ կայսրություն եմ բերում նոր։ Եվ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այո, իր բնակչության ջախջախիչ մեծամասնությունը գնաց Պուտինի հետ այդ գործարքի։ Եվ փաստորեն ստացվում է, որ Լավրովը կայսրության մունետիկն էր, որը այսօր եկել էր երևի։ Այո, կայսրություն, նեոկայսրություն, որը որպես պետություն զավթված է մի խումբ մարդկանց կողմից եւ վերածված է հանցագործությունների գործիքի եւ որի զոհերից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։